Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Շիրակի մարզային բաժնում աշխատանքներն ընթանում են բավականին ծանրաբեռնված, այսպես է նշում Շիրակի մարզային բաժնի պետ Դավիթ Պողոսյանը։ Հարուցված եւ ընթացքի մեջ գտնվող կատարողական վարույթների թիվը մարզում այս պահի դրությամբ շուրջ 1500 է։ Թվերը ցույց են տալիս, որ հիմնականում պարտապանները ֆիզիկական անձինք են։ Հարուցված վարույթների 80%-ը ֆիզիկական անձանց վերաբերյալ է։ Դրամական կամ գույքային բռնագանձումների վերաբերող կատարողական վարույթներ են եւ ոչ գույքային, որոնք իրենց հիմքում կատարողական թերթի պահանջին համաձայն նրանք հայցի ապահովումներն են, որոնք գիտեք միջև դատական վերջնական ակտը կայացնելը պարտապանի գույքի վրա եւ դրամական միջոցների դա արգելանք կիրառելն է, լինում են երեխայի տեսակցության, քանդման, վտարման եւ այլ բնույթների կատարողական ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներ։ Մյուս մարզերի համեմատ Շիրակի մարզակատարողական վարույթների թվով էական տարբերություններ չունի։ Նախորդ տարիների հետ համեմատության արդյունքում էական տարբերություններ չեն արձանագրվել։ Համեմատած նախորդ տարիներին կարելի ասել, որ նույն սահմանների մեջ մնացել է։ Հարկադիր կատարում ապահովող ծառայությունից մարզի բնակիչների հիմնական դժգոհությունները իրազեկված չլինելն է, երբ օրինակ հաշիվներին կալանք է դրվում։ Շատ դեպքերում անսպասելի է լինում, այսպես ասած, իրանց համար, որ միամիտ հայտնաբերեցին, որ թոշակի վրա արգելանք կիրառված, աշխատավարձի վրա արգելանք կիրառված։ Սրան հակառակ Դավիթ Պողոսյանը նշում է, թվային գործիքներ են ներդրվել եւ խնդիրը կարգավորվում է նաեւ արագ սպասարկման կենտրոնի աշխատանքով։ Կարճացած դժգոհությունը երբեմն միայն պատճառաբանություն է։ Անձնական, ասենց ասած, գրասենյակ կայքն է, հարթակն է, որը իմիջիալոց շատ հեշտ է գրանցվել է։ Այնտեղ գրանցման տարբեր տեսակ կա նկարակ ձեր ID քարտով կամ ինչ-որ նույնականացման համարով, ինչպես նաև Face ID-ը, որոնց դեմքի նկարելով միանգամից լրացնում եք ձեր համապատասխան տվյալները, որը շատ հեշտ է, ու անմիջապես մուտք եք գործում ձեր, ասենք, հարկադիր կատարման ծառայության կայք։ Եվ եթե ձեր վերաբերյալ կան կատարողական վարույթներ հարուցված, դուք անմիջապես վարույթից կարող ծանոթանաք ձեր նյութերը։ Նշենք, որ փետրվար ամսից միասնական սոցիալական ծառայությունից հարկադիր կատարումն ապահովող ծառայություն են ներկայացվում այն ցուցակները, որոնք ունեն անհուսալի վարկեր։ Շիրակի մարզում այս պահին կան 406 անհուսալի վարկեր ունեցող քաղաքացիներ։ Եթե նախկինում կիրառված են արդեն նրանց աշխատավարձների վրա որոշակի չափով արգելանքներ, բռնագանձումներ են իրականացում, ըստ օրենքի մինչև 50% սովորական բռնագանձումը եւ մինչեւ 75% առողջությանը պատճառված վնասի, հանցագործության պատճառված վնասների եւ ալիմենտային գումարների բռնագանձման այդ դեպքում որոշում է կայացվում եւ նրանց աշխատավարձի վրա կիրառված արգելանքի չափը փոփոխվում է, նվազեցնում է մինչեւ 20%։ Ներկայացված վարույթների թվում են նաեւ գույքահարկերի վերաբերյալ վարույթներ։ Դրանց թիվը միայն Գյումրու համայնքապետարանի դեպքում համայնքապետարանից ստացված տվյալներով շուրջ 190 է։ Գույքահարկերի մասով պահանջատեր են հանդիսանում համայնքապետարանները։ Պահանջատերը իրավունք ունի նաև իր կողմից ներկայացված կատարման ենթակա ակտը հետ պահանջելու։ Մոտավորապես իմ օրոք ոնց որ թե 1-2 կատարողական վարույթ գրություններ կան, բայց կախված այդ կատարողական ծախսերի հետ կապված այդ խնդիրը ոնց որ մնացել է։ Նշենք, որ Դավիթ Պողոսյանը շուրջ 1 ամիս է ինչ աշխատում է բաժնի պետի պաշտոնում, իսկ վերջին 10 ամսում հետ են կանչվել մոտ 20 կատարողական ենթակա ակտեր։ Փաստենք, որ նշված ժամանակահատվածում քաղաքաղեկավարել են քաղաքական 3 ուժեր։ Մոտ 20 գործ, 15-ից 20 գործ հետ է կանչվել, հիմք է ընդունվել քաղաքացիների դիմումը, խնդրանքը, որպեսզի իրենք որոշակի ժամանակահատվածում կարողանան տվյալ գործերի մասով բռնագանձվող գումարը որոշակի ժամանակահատվածում վճարեն համայնքի բյուջե եւ կատարեն իրենց պարտականությունները համայնքի բյուջեի նկատմամբ։ Կախված մարման ենթակա գումարի չափից քաղաքացիներին ժամանակ է տրամադրվում, որպեսզի նրանք վճարեն գույքահարկի իրենց պարտքերը համայնքապետարանի բյուջե։ Հրաչ Վարդանյանի խոսքով կատարման ենթակա ակտերը հետ կանչելու համար համայնքապետարաններն իրենց բյուջեից վճարումներ չեն անում։ Համայնքապետարանը որևիցե ծախս չի կատարում, դուք նշում եք հարկադիր կատարում ապահովող ծառայության այդ կատարողական ծախսի վերաբերյալ, այդ կատարողական ծախսը քաղաքացիներն են կատարում, որ տվյալ գործը հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից հետ կանչվի։ Եթե առաջիկայում լինեն հիմնավոր պատճառներ, համայնքապետարանը կգնա հաշտության ու կրկին հետ կանչվող գործեր կլինեն։ Աստղիկ Խաչատրյան, Խանո Վանեսյան, այսօր։
Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են եւ հայտնվել Ադրբեջանի տարածքում, այս մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը։ Ստացված տվյալների համաձայն Սյունիքի մարզի տեղ համայնքի բնակիչներ Կարեն Արմենի Ջհանգիրյանը ծնված 2007 թվականի հունիսի 27-ին եւ Անդրեյ Արմենի Գյագունցը ծնված 2008 թվականի հունվարի 13-ին, 2025 թվականի հունիսի 6-ին ժամը 1:20-ի սահմաններում Սյունիքի մարզի Արավուս գյուղի հարակից հատվածում տեղանքում մոլորվելու հետևանքով հայտնվել են Ադրբեջանի տարածքում։ Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները քաղաքացիների գտնվելու վայրը պարզելու եւ նրանց անվտանգ վերադարձն ապահովելու ուղղությամբ, ասված է հաղորդագրությունում։ Պաշտոնական այցով Երևան է ժամանել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը։ Վալենտինա Մատվիենկոյին Զվարթնոց օդանավակայանում դիմավորել է ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը։ Այնուհետև Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը Ալեն Սիմոնյանի ուղեկցությամբ այցելել է Երևանի Հաղթանակ զբոսայգի։ Պատվիրակությունը ծաղկեպսակ է դրել անհայտ զինվորի գերեզմանին, ծաղիկներ խոնարել անմար կրակի մոտ եւ լռությամբ հարգել հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությանը։ Ազգային ժողովի նախագահը նախառանձնազրույց է ունեցել ռուս գործընկերոջ հետ, ինչին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը։ Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Վալենտինա Մատվիենկոյին Հայաստան կատարած այցի համար, նշելով, որ նման փոխադարձ այցերը կարևոր են երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից, մասնավորապես ընդգծելով այն հանգամանքը, որ այցը տեղի ունենում հայրենական մեծ պատերազմի հաղթանակի հոբելյանական 80-ամյակի համատեքստում։ Վալենտինա Մատվիենկոն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ալեն Սիմոնյանին ջերմ ընդունելության համար։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող տարբեր հարցեր, ինչպես քաղաքական ու տնտեսական, այնպես էլ կրթական եւ մշակութային, շեշտը դնելով մասնավորապես միջխորհրդարանական համագործակցության զարգացման վրա։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին։ Ազգային ժողովի նախագահը վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատման հարցում, նշելով, որ Հայաստանը սպասում է ադրբեջանական կողմին, որպեսզի ստորագրվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև արդեն համաձայնեցված խաղաղության համաձայնագիրը։ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահն էլ իր հերթին ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունը տարածաշրջանում խաղաղության ու կայունության կողմնակից է։ Ալեն Սիմոնյանը ռուս գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում գտնվող գերիների ապօրինի պահվող եւ անհետ կորած համարվող անձանց խնդրին։ Այնուհետև ՀՀ ազգային ժողովի նախագահը եւ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահը մասնակցել են Ռուսաստանի Դաշնային ժողովի եւ Հայաստանի ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստի պաշտոնական բացմանը։ Ալեն Սիմոնյանն ու Վալենտինա Մատվիենկոն շրջել են նաև ազգային ժողովի շենքում ու մասնակցել ճանապարհ դեպի Սանահին, մեկ մանկատան պատմություն խորագրով ցուցահանդեսին, որի նյութերը տրամադրվել են Սանկտ Պետերբուրգի մշակույթի կոմիտեի եւ Լենինգրադի պաշտպանության ու շրջափակման պետական հուշահամալիր թանգարանի կողմից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով պատվիրակության անդամներին, վարչապետ Փաշինյանը անդրադարձել է Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունների ընթացիկ վիճակին։ Վալենտինա Մատվիենկոն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, վերահաստատելով Ռուսաստանի Դաշնության պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունը Հայաստանի հետ հիմնված փոխադարձ հարգանքի եւ բարեկամության վրա։ Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան-Ռուսաստան օրակարգի մի շարք հարցերի շուրջ, ներառյալ միջխորհրդարանական ձևաչափով շփումները, տնտեսական ու մշակութային կապերը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են անկանխիկ գործառնությունների խթանմանը միտված միջոցառումները, ներկայացվել են վերլուծություններ ուղղված տնտեսության մեջ անկանխիկ գործառնությունների կիրառման եւ ընդլայնման հնարավորություններին։ Այդ շրջանակում առաջարկվել է ներդնել ճկուն խթանման մեխանիզմ, որը նախատեսում է քաղաքացիներին վերադարձ տրամադրել իրականացված անկանխիկ վճարումների հիման վրա։ Քննարկման ընթացքում ընդգծվել է նման համակարգի ներդրման նպատակահարմարությունը, շեշտադրվել են դրա հնարավոր դրական ազդեցությունները հարկային կարգապահության բարձրացման եւ ստվերային տնտեսության կրճատման ուղղությամբ։ Վարչապետը հանձնարարել է պատկան մարմիններին մշակել առաջարկվող մեխանիզմի ներդրման տեխնիկական առաջադրանքը հետագա քայլերը հստակեցնելու եւ համակարգված գործարկումն ապահովելու նպատակով։ Քաղաքացիական դատարանների ծանրաբեռնվածությունը նվազել է, այս մասին ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ 2024 թվականի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումներին ասել է Հայաստանի արդարադատության նախարար Սրփուհի Գալյանը։ Նախարարը տեղեկացրել է, որ արդյունքը կապված է նախորդ տարի կատարված նորամուծության հետ, որով մինչև 200,000 դրամը չգերազանցող դրամական պահանջների քննությունը վերապահվել է նոտարներին։ Ես ուզում եմ լինել ազնիվ եւ ասել, որ այնպես չէ, որ բացարձակ հաջողություն են գրանցել այս ոլորտում եւ համակարգը գործում է անխոչնդոտ, բայց ինչպես գիտենք, ցանկացած ռեֆորմ առանց խնդիրների տեղի չի ունենում եւ մենք ամենօրյա աշխատանքով մեր գործընկերների հետ համատեղ դատական իշխանությամբ փորձում ենք այդ առաջացած խնդիրները տեխնիկական, որոնք համակարգում կան, դարձնել լուծելի համապատասխան մեր վենդորների հետ աշխատելով։ Ինչ վերաբերում է վարչական դատավարությանը, ապա ներկա պահին պետք է նշեմ, որ համակարգը ամբողջովին պատրաստ է եւ արդեն իսկ քննարկումներ վերապատրաստումների տեսքով տեղի են ունեցել մեր փաստաբան գործընկերների, դատավոր գործընկերների եւ պետական մարմինների ներկայացուցիչների հետ, բայց այս քննարկումները պետք է լինեն շարունակական եւ մոտակա ամիսների ընթացքում այլևս մենք պատրաստ կլինենք մինչեւ աշուն գործարկել նաեւ վարչական դատավարության էլեկտրոնային համակարգը։ Մեկ համակարգ եւս ունենք, որը պատրաստ էր, բայց չէր գործարկվել որոշակի տեխնիկական բարդություններով պայմանավորված, խոսքը սնանկության էլեկտրոնային համակարգի մասին է։ Այս պահին մենք լուծելի ենք դարձնում այն բոլոր տեխնիկական խնդիրները, որոնք արձանագրվել էին եւ դրվել այդ համակարգի չգործարկման հիմքում, եւ ես հույս ունեմ, որ առաջիկա ամիսներին խոսքը 5-6 ամսվա մասին է, մենք նաեւ հնարավորություն կունենանք 5-6 ամիս հետո գործարկել նաեւ սնանկության դատավարության էլեկտրոնային համակարգը։ Ինչ վերաբերում է նախորդ տարի տեղի ունեցած նորամուծությանը, որով մինչեւ 200,000 դրամը չգերազանցող դրամական պահանջների քննությունը վերապահվեց նոտարներին, պետք է նշեմ, որ սա շատ դրական փոփոխություն էր, սա մի փոփոխություն էր, որը չափելի է եւ այո, այս առումով կարող ենք արձանագրել, որ քաղաքացիական դատարանների ծանրաբեռնվածությունը նվազել է 80%-ով։ Այսինքն սա մի հաջողության պատմություն է, որի մասին անդադ պետք է խոսել, բայց դուք բարձրաձայնում եք դժգոհության մասին, որի մասին ես առաջին անգամ եմ լսում իրականում։ Նոտարների ծանրաբեռնվածություն պետք է ասեմ, որ չի կարող համեմատվել դատարանների ծանրաբեռնվածության հետ, իսկ նոտարի մոտ տեղի ունեցող գործընթացը չի կարող համեմատվել դատական process-ի հետ, այսինքն պետք է հստակ այստեղ ասենք եւ հաստատենք, որ որևէ դեպքում քաղաքացին նույնական առնվազն խնդրի առաջ չի կարող կանգնել, ինչի առաջ որ կանգնում է ժամանակին դատարանների նմանատիպ ծանրաբեռնվածության պայմաններում։ Այսօր տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջև միջտարածաշրջանային համագործակցության 10-րդ համաժողովը։ Համաժողովի շրջանակներում զուգահեռաբար տեղի են ունեցել մի քանի պանելային քննարկումներ։ Շիրակի մարզպետ Դավիթ Հարոշանյանը ելույթ է ունեցել հայ-ռուսական միջտարածաշրջանային 10-րդ համաժողովի լիագումար նիստին։ Հայաստանի եւ Ռուսաստանի միջև միջտարածաշրջանային համագործակցությունը կարևոր դեր ունի մեր բարեկամ երկրների միջև գործընկերության, զարգացման եւ ամրապնդման գործում։
եւ վստահաբար նպաստում է երկկողմ համագործակցության ընդլայնման ու նոր հեռանկարների նախանշմանը։ Անցկացվող համաժողովն ու կլոր սեղանները քննարկումները շատ լավ հնարավորություն են առավելել շփումների եւ թեմատիկ քննարկումների միջոցով վերհանելու հայ-ռուսական տարածաշրջանային համագործակցության ոլորտում արձանագրված ձեռքբերումներն ու բացթողումները, կրկին քննարկելու եւ հստակեցնելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր այն ոլորտները, որտեղ հնարավորություն կա սկսել կամ ակտիվացնել արդեն իսկ ձևավորված համագործակցության շրջանակները։ Այդ կերպ նպաստելով բարեկամ երկրների մարզերի եւ համայնքների առավել սերտ շփումների, ապահովման ու բարեկամական կապերի ամրապնդմանը։ Վստահ եմ այս համաժողովի ակտիվ շփումներն արդյունավետ եւ արտասաբեր են լինելու։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը լուրջ քայլեր է ձեռնարկում տարածքների համաչափ զարգացման ու տնտեսական ակտիվության բարձրացման համար։ Համաչափ զարգացումը առաջնահերթ խնդիրների շարքում դիտարկելով։ Այս համատեքստում համոզված եմ, միշտ տարածաշրջանային ուղիղ շփումները լուրջ հնարավորություն են ստեղծում մարզերի տնտեսական, կրթական, առողջապահական, մշակութային կյանքի զարգացման, ինչպես նաև Հայաստանի եւ Ռուսաստանի բարեկամական հարաբերությունների ամրապնդման համար։ Միշտ տարածաշրջանային 10-րդ հոբելյանական համաժողովը կարծում եմ նաև հնարավորություն է միշտ տարածաշրջանային մակարդակում արդեն իսկ ձևավորված կապերի եւ գործընկերության մասին խոսելու առկա բացթողումները նախանշելու, բարձրաձայնելու եւ դրանց լուծման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու առումով։ Պետք է նշեմ, որ մինչ օրս Շիրակի մարզի եւ Ռուսաստանի Դաշնության տարածքային սուբյեկտների միջև մարզային եւ համայնքային մակարդակներում ձևավորված որոշակի համագործակցություն արդեն ձևավորվել է։ 2009 թվականից սկսած Շիրակի եւ Ուլյանովսկի մարզերի միջև հաստատվել են բարեկամական հարաբերություններ եւ Հայաստանի օրեր Ուլյանովսկի մարզում միջոցառումների շրջանակներում Շիրակի մարզպետի եւ Ուլյանովսկի մարզ այցելության ժամանակ ստորագրվել է Ուլյանովսկի եւ Շիրակի մարզերի միջև մտադրությունների մասին արձանագրություն։ Այնուհետև ստորագրվել է առևտրատնտեսական, գիտատեխնիկական եւ մշակութային համագործակցության վերաբերյալ համաձայնագիր։ 2010 թվականի օգոստոսին Գյումրիում տեղի ունեցել վերականգնված պատվո բոլոր հուշահամալիրի հանդիսավոր բացումը Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահների մասնակցությամբ։ 2011-ին կայացած հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության առաջին ֆորումի ժամանակ Ռուսաստանի Դաշնության Ուլյանովսկի մարզի կառավարության եւ Շիրակի մարզպետարանի միջև կնքվել է 2011-12 թվականների ընթացքում նախատեսված միջոցառումների արձանագրությունը։ Այնուհետև փոխադարձ այցելություններ ու տարատեսակ միջոցառումներ են անցկացվել նպաստելով մշակութային կապերի ամրապնդման ու փորձի փոխանակությունը տարբեր բնակավարներում։ Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնում են փոխադարձ հարվածների մասին, կողմերն ունեն զոհեր եւ վիրավորներ։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ ռուսական անօդաչու թռչող սարքերի եւ հրթիռների հարվածներից մայրաքաղաքում զոհվել է 4 մարդ, 20-ը վիրավորվել։ Ինտենսիվ հարձակումը տևել է ժամեր եւ կիրառվել են թեւավոր հրթիռներ ու կամիկաձե անօդաչու թռչող սարքեր։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ գիշերը երկրի 10-ից ավելի մարզերում խոցվել է ուկրաինական 174 ԱԹՍ, իսկ Սևծովի երկնքում ոչնչացվել է 3 կառավարվող հրթիռ։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ ռուսական հոբ համակարգերը խոցել են մայրաքաղաք թռչող 10 ԱԹՍ։ Այս ֆոնին օդային տրանսպորտի դաշնային գործակալության տվյալներով թռիչքների սահմանափակումներ են մտցվել մի քանի օդանավակայաններում։ Էնգելսում հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել արդյունաբերական ձեռնարկատիրություններից մեկում։ Ուկրաինական տելեգրամալիքները հրդեհի տեսանյութեր են հրապարակել պնդելով, որ հարձակման է ենթարկվել Կրիստալ գործարանի նավթաբազան, մոտակայքում է գտնվում Էնգելս 2 ավիաբազան։ Ուկրաինայի հարվածները Ռուսաստանի ռազմավարական ավիացիային կարող են դառնալ խաղաղության խթան, հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգը։ Նրա խոսքով մարտի դաշտում իրավիճակը հնարավոր է փոխել համարձակ քայլերով։ Հաշվի առնելով պատմությունը եւ իմ ռազմական փորձը կարող եմ ասել, որ քաջ առաջնորդությունը եւ համարձակ գործողությունները կարող են փոխել ռազմական իրավիճակը, գրել է Քիթ Քելոգը։ Նրա խոսքով նման առաջնորդություն ցուցաբերել են Ուկրաինայի անվտանգության ծառայությունը, պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզության վարչությունը եւ պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։ Երկու կողմն էլ պետք է հավատարիմ լինեն նախագահ Թրամփի առաքելությանը, դադարեցնել արյունահեղությունը եւ ավարտել պատերազմը, գրել է Քելոգը։
Վաշինգտոն կատարած իր առաջին այցի ժամանակ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին անվանել է առանցքային դեմք Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին վերջ տալու հարցում։ Մենք համակարծիք ենք, թե որքան սարսափելի է այս պատերազմը եւ ուղիներ ենք փնտրում դրան վերջ տալու համար, ասել է նա Օվալաձև սենյակում կայացած բանակցություններից հետո։ Գերմանիայի կանցլերը Վաշինգտոնին կոչ է արել ուժեղացնել ճնշումը Մոսկվայի վրա եւ առաջարկել է համատեղ աշխատել Ուկրաինային պատերազմը դադարեցնելու համար։ Միացյալ Նահանգները շատ ուժեղ դիրքում է ինչ որ բան անելու եւ այս պատերազմին վերջ տալու համար, շեշտել է կանցլերը։ Մենք պատրաստ ենք անել ամեն ինչ մեր ուժերի սահմաններում, հավելել է Մերցը։ Միաժամանակ նա շեշտել է, որ Ռուսաստանն է ագրեսորն ու պատերազմի հրահրողը։ Մենք Ուկրաինայի կողքին ենք, ընդգծել է նա, հավելելով, որ Գերմանիան եւ Եվրամիությունը փորձում են Կիևն ավելի ուժեղ դարձնել։ Հանդիպման ընթացքում Ֆրիդրիխ Մերցը Դոնալդ Թրամփին է նվիրել նրա պապի Ֆրեդերիկ Թրամփի ծննդյան վկայականը։ Նա ծնվել է Բավարիայում 1869 թվականին եւ 1885-ին տեղափոխվել ԱՄՆ, դառնալով հաջողակ գործարար։ Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև լարվածությունը սրվում է։ Կողմերը շարունակում են միմյանց վիրավորել եւ մեղադրանքներ պարունակող գրառումներ կատարել։ Բլումբերգը հայտնել է, որ Իլոն Մասկի կարողությունը 1 օրում նվազել է 34 միլիարդ դոլարով։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ շատ զարմացած եւ հիասթափված է, որ Մասկը քննադատում է բյուջեի մասին օրինագիծը։ Իլոն Մասկը, որն ավելի քան 250 միլիոն դոլար է ծախսել Թրամփի նախընտրական արշավի շրջանակում, վրդովմունք էր հայտնել, որ ԱՄՆ նախագահը չի գնահատել իրեն։ Նա նշել էր, որ Թրամփն առանց իր օգնության չէր հաղթի ընտրություններում։ Իլոնի հետ մենք հիանալի հարաբերություններ ունենք, չգիտեմ հիմա դրանք այդպիսին կլինեն, թե ոչ, հինգշաբթի Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը։ Շրջակա միջավայրի կամ բնապահպանների համաշխարհային օրն է հունիսի 5-ը, որն ամեն տարի աշխարհի տարբեր անկյուններում նշում են յուրովի, եւս մեկ անգամ ընդգծելով բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքը։ Սյունիքի հանքարդյունաբերական խոշոր ձեռնարկության Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բնապահպանները ողջ տարին ակտիվ համագործակցել են ազդագիր համայնքների 10 կրթօջախների 400 դպրոցականների հետ, ընդգծել երկիր մոլորակի նկատմամբ մարդու վերաբերմունքի կարևորությունը։ Բնապահպանության բաժինը պարբերաբար ամենօրյա կտրվածքով մի շարք գործառույթներ է իրականացնում, կարևորագույնները մոնիթորինգ, թափոնների կառավարում, ջրերի վերահսկողություն եւ դրանց որակի կառավարում, բերի հողի շերտի ճիշտ կառավարում եւ օգտագործում եւ մի շարք նմանատիպ գործառույթներ, ինչպես նաեւ այս տարի սկսել ենք ծրագիր, որում միջոցով իրազեկենք ազդակիր համայնքներում շրջակա միջավայրի կարևորության դերը եւ մի շարք մանկապարտեզում, դպրոցներում եւ կրթական այլ հաստատություններում մեր աշխատակիցները պատվով հանդես են եկել եւ բավականին լավ ներկայացրել են թե խնդիրները, թե դրանց լուծման համար ինչ ուղիներ են պետք եւ առհասարակ որ յուրաքանչյուրը այսօր այդ խնդիրներից պետք է տեղեկացված լինի։ Այս առաջին տարին է հիմնական նպատակը հասարակության մոտ իրազեկվածության մակարդակի բարձրացումն է ոլորտի վերաբերյալ եւ կարող եմ ասել, որ ստացվել է մեր մոտ։ Շրջակա միջավայրի նկատմամբ հոգատարությունը սկսվում է մանկապարտեզից, ընտանիքից ու դպրոցից։ Արդյունաբերական քաջարանում սա լավ գիտեն։ Միջազգային տոնի օրը գտնված Երազ մանկապարտեզի սաները նաև հրաժեշտ տվեցին հարազատ կրթօջախին, որից հետո արդեն հաստատության այգում կոմբինատի բնապահպանների հետ ծառատունք իրականացրին։ Թուփը պետք է խնամենք, ջրենք, պետք է սիրենք բնությունը եւ շրջակա միջավայրը։ Սիրել բնությունը եւ շրջապատել։ Ծառը դնում ենք փոսի մեջ։ Շատ լավ նախաձեռնություն է, որ լինի հաճախակի, երեխաները այսպիսով սովորեն, որպես օրինակ ծառայեն։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արհեստակցական կազմակերպությունը մասնագիտական տոնի առթիվ շնորհավորեց ձեռնարկության բնապահպաններին, խորհրդանշական նվերներ հանձնեց, եւս մեկ անգամ արժևորելով նրանց դերը շրջակա միջավայրի պահպանության գործում եւ կարեւորելով ոլորտում կատարվող բարեփոխումները։ Սրտանց շնորհավորում ենք ձեզ եւ մեզ բոլորիս շրջակա միջավայրի պահպանության օրվա կապակցությամբ։ Մաղթում եմ ձեզ ակտիվ գործունեություն, շարունակեք ձեր աշխատանքները այնպես, ինչպես մինչև հիմա իրականացրել եք։ Ձեր աշխատանքը սոսկ աշխատանք չէ, ձեր աշխատանքը առաքելություն է, որի արդյունքները քաղում ենք բոլորս։ Իսկ առջևում կոմբինատի նորանոր ծրագրերն են, որոնք կոչված են նվազեցնելու շրջակա միջավայրին հասցվող վնասները։
Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղում 4 տարի տևած շինարարությունից հետո օծվում է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին։ Նորակառույց եկեղեցու օծման կարգը կատարվում է Գեղարքունյաց թեմի առաջնորդ Տեր Պարթև եպիսկոպոս Բարսեղյանի եւ Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի ձեռամբ աղոթակցությամբ թեմի քահանայական դասի։ Ջրով ապագինով լվացվում են նորակառույց եկեղեցու սյուները, Սուրբ Սեղանն ու Մկրտության ավազանը, մյուրոնով օծվում է եկեղեցին եւ հնչում է առաջին տերունական աղոթքը։ Սրբազան արարողության ավարտին Գեղարքունյաց թեմի առաջնորդն ընթերցում է Գարեգին Բ. ամենայն հայոց կաթողիկոսի օրհնության գիրը հղված եկեղեցու կառուցման բարերար Մհեր Բաղդասարյանին։ Վստահ ենք, որ մեր եկեղեցու նկատմամբ ձեր որդիական զգացումները պիտի շարունակվեն արդյունավորվել աստվածահաճո նորանոր գործերով։ Իշա սիրեցյալ մեր ժողովրդի եւ իզորացումն համազգային մեր կյանքի։ Մադինա գյուղի բնակիչներին եւ տարբեր համայնքներից եկած ուխտավորներին նորակառույց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու օծման եւ բացման արդիվ շնորհավորում են թեմի առաջնորդը, մարզային եւ համայնքային իշխանության ներկայացուցիչները։ Ներկայացվում են նաեւ Մադինայում պետական եւ սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքները, որոնք ուղղված են ոչ միայն գյուղի տնտեսական, այլև կրթական եւ մշակութային կյանքի զարգացմանը։ Ըսխաղաղություն զիմտամ ձեզ, ըսխաղաղություն թողում ձեզ։ Այս խաղաղության պատգամը այսօր այս եկեղեցվո օծման առիթով առաջինն է, որ գալիս է իմ շուրթերին, եւ ես ուզում եմ այս համայնքից, Մարտունու տարածաշրջանից, այս եկեղեցու օծման առիթով այս խաղաղության պատգամը հղել հայոց աշխարհին եւ հայ հասարակությանը։ Ուզում եմ իմ խորին շնորհակալությունս հայտնել մեր բարերարին, ճարտարապետին, այս հրաշալի եկեղեցու կառուցման կապակցությամբ, մեր սրբազաններին օծման եւ բացման կապակցությամբ։ Ուզում եմ նաեւ ձեզ բոլորիդ մեկ բանի մասին եւս տեղյակ պահել, որ քիչ հեռու կառուցվում է Մադինայի կրթահամալիրը, այստեղ կառուցելով եկեղեցի, կառուցելով դպրոց, Մադինան նոր շունչ կստանա եւ մեր հայրենակիցները կմնան այստեղ, կկապնվեն իրենց մայր հողին եւ կշենացնեն մեր երկիրը։ Մադինան վերջին տարիներին ծաղկում ու զարգանում է ոչ միայն իր զավակների ջանքերով ու կառուցող ձեռքերով, այլ նաեւ հայրենի կառավարության ամենագործուն աջակցությամբ, որն արտահայտվում է արտի չափորոշիչներին համապատասխան կրթահամալիրի, ոռոգման եւ խմելու ջրատարների, արտաքին լուսավորության ցանցի կառուցմամբ, ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգմամբ ու այլ ձեռնարկներով։ Իսկ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու կառուցումը ոգեշնչելու է բոլորիս, մեր հայրենի տունը միշտ շեն ու ծաղկուն պահելու։ Մարտունի համայնքի ղեկավարը Մադինայի նախկին բնակիչ Ռուսաստանաբնակ բարերար Մհեր Բաղդասարյանին հանձնում է շնորհակալագիր եւ հուշանվեր գյուղի հոգեվոր զարգացման գործում ունեցած ավանդի համար։ Ես 7 տարի տանջվելուց, չարչարվելուց հետո մտածելով տանջվելով, որ երբ կգա այն օրը, որ այսօրին ես արժանանամ, ես արժանացա ու արժանացրի բոլորիդ այս սրբությունը։ Դուք բոլորդ այս սրբությունը բարով վայելեք։ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու ճարտարապետն է Ռաֆիկ Հերգնյանը, կենտրոնագմբեթ խաչաթև 17 մետր բարձրությամբ, 7.5 մետր լայնությամբ եւ 12 մետր երկարությամբ եկեղեցին Մադինա գյուղի միակ եւ առաջին օծված եկեղեցին է։ Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում ստացվել էր թմրամիջոցի իրացման վերաբերյալ տեղեկություն, որն իրացվեց հունիսի 3-ին։ Առավոտյան ժամը 9-ին մոտ նախ ձերբակալվեց մարզում գործող հոգեբուժական մի հաստատության սանիտար 64-ամյա տղամարդը։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց փայլատի տեղի 3 փաթեթ, որոնցից 2-ը լցված էր դեղնականաչավուն, իսկ մեկը բյուրեղանման զանգվածով։ Ըստ տղամարդու դեղնականաչավուն զանգվածով 2 փաթեթում մարիխուանա է, որն ինքն է պատրաստել անձնական օգտագործման համար։ Քրեական ոստիկանների տեղեկություններով թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգվածով 3-րդ փաթեթը նրան տվել էր Սևան քաղաքի բնակիչ 56-ամյա տղամարդը եւ սանիտարն այն պետք է փոխանցեր բուժառուներից մեկին։ Իրավապահները ձերբակալել են նաեւ 56-ամյա տղամարդուն եւ բուժառուին։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։
Ոստիկանության կարևորագույն գործառույթներից է հետախուզվողների հայտնաբերումը։ Գործունեության այս ոլորտում հաջողությունը կյանքի է կոչում պատժի անխուսափելիության գաղափարը, ինչը հանցագործությունների կանխման որոշիչ գործոն է եւ էականորեն բարելավում է հանրապետության քրեածին իրավիճակը։ Օրերս նման հերթական կարևոր խնդիրն են լուծել քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողները, համագործակցելով քրեական ոստիկանության օպերատիվ արձագանքման վարչության գործընկերների հետ։ Համատեղ խմբերը հունիսի 4-ին ժամը 20:25 Կոտայքի մարզի Կամարիս գյուղում հայտնաբերեցին սպանության փորձի հատկանիշներով հետախուզվող երկու երիտասարդի՝ 22 եւ 21 տարեկան։ Նրանցից ավագը հետախուզվում էր նաեւ ապօյնի կերպով հրազեն կրելու մեղադրանքով։ Երկուսի նկատմամբ էլ խափանման միջոց էր ընտրված կալանքը։ Նրանք ներկայացվել են նախաքննական մարմին։